Սիրելի բարեկամների, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի ջրում կգտնեք կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները կենդանակերպերի համար։ Եվ իհարկե գիտեք, որ շարունակաբար հալածվում եմ այս նեռապաշտ եւ սատանայադավան թրքահապատակ իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով արգելափակված եմ Facebook սոցցանցում եւ այդ կապակցությամբ հորդորում եմ բոլորիդ անպայման բաժանորդագրվել իմ բաց տելեգրամյան ակումբին աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ, հղումները բոլոր, ինչպես նաև YouTube-յան ալիքների հղումները, այնպես էլ Telegram-յան ալիքի հղումը դուք կգտնեք այս վիդեոյի տակ նկարագրության մեջ։ Դե բնականաբար պետք է այս նյութը ես ներկայացնեի Facebook-յան live-ով, բայց քանի որ զրկված եմ այս սատանայադավան իշխանությունների պատճառով եւ նրանց սպասարկող Facebook, այսպես գլոբալիստական սոցիալական ցանցի կողմից զրկված եմ այդ հնարավորությունից, այսինքն զրկված եմ ազատ խոսքի իրավունքը, իմ ազատ խոսքի իրավունքը խախտված է ըստ էության։ Այդ իսկ պատճառով ես ներկայացնում եմ այս վիդեոն YouTube-յան ալիքիս վրա եւ առհասարակ աստիճանաբար անցում է կատարվելու բոլոր լայվերը, ուղիղ եթերները լինելու են այս YouTube-յան ալիքի վրա աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքի վրա, այնպես որ անպայման բաժանորդագրվեք, հետևեք ալիքիս, որպեսզի բաց չթողնեք կարևոր տեղեկատվություն այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Եվ ես իհարկե խոսք էի տվել, որ կներկայացնեմ Յուպիտեր մոլորակի մուտքը խեցգետին կենդանակերպ, թե ինչ է նշանակում, ինչ զարգացումներ կարելի է սպասել, ինչ է նշանակում դա, ինչ է խորհրդանշում բոլոր կենդանակերպերի համար։ Դա պետք է արվեր Facebook-յան live-ով, բայց քան որ արգելափակված եմ, տակավին խախտված է, մշտապես խախտվում է իմ ազատ խոսքի իրավունքը, այդ իսկ պատճառով այստեղ եմ ներկայացնում այս վիդեո տարբերակով, սիրելի բարեկամներ, ես իհարկե նաև պետք է ներկայացնեի Սատուրն մոլորակի մուտքը խոյ կենդանակերպ, որը տեղի ունեցել մայիսի 25-ին, գիտեք, բայց ցավալիորեն հենց այդ ժամանակ արգելափակվել եմ Facebook-ում եւ նույնպես այս ֆորմատով կամ YouTube-յան live-ով կներկայացնեմ ձեզ, բայց ամեն դեպքում կաշխատեմ դա անել հունիս ամսվա ընթացքում, չնայած գեր ծանրաբեռնված եմ, գիտեք, որ նաև anti-fake YouTube-յան ալիքում վարում եմ հաղորդում, Astromix հաղորդումը, բաժանորդագրվեք նաև anti-fake-ին եւ հետևեք Astromix հաղորդաշարին, որը նույնպես շատ հետաքրքիր է, այնտեղ ես ավելի մանրակրկիտ, մանրամասն ներկայացնում եմ տարբեր պետությունների, քաղաքական գործիչների աստղային քարտեզների, այժմ ներկայացնեմ Յուպիտեր մոլորակի մուտքը խեցգետին կենդանակերպ 2025 թվականի փայտե օծի տարվա ամենակարևոր աստղաբանական եւ ամենասպասված աստղաբանական իրադարձությունն է, սիրելի բարեկամներ, Յուպիտերը մուտքը խեցգետին կենդանակերպ, ինչու, որովհետեւ խեցգետինը հանդիսանում է Յուպիտեր մոլորակի փառավորման եւ բարձրագույն զորության տեղը, վայրը, այսինքն այստեղ Յուպիտերը էգզալտացվում է խեցգետնի 14-րդ աստիճանում եւ հասնում է իր զորության գագաթնակետին, քանի որ Յուպիտերը մեծ երջանկության մոլորակ է, մեծ բարերար է, մեծ հովանավոր է, այդ իսկ պատճառով շատ իհարկե սպասելի է եւ նրա զորեղ դիրքը, հզոր դիրք, այսինքն նրա դիրքի փոփոխությունը, որովհետեւ երկվորյակներում գիտեք, որ Յուպիտերը ընկած էր, թույլ էր, որը նշանակում էր, թե ոգեղենության թուլություն այդ ընթացքում, երբ Յուպիտերը անցած տարվա
մայիսի վերջից գտնվում էր երկորյակներում, թե հավատքի թուլություն, թե Յուպիտերը կապված է նաև հավատքի հետ, նաև եկեղեցու հետ, թե չգիտեմ, էլի տաների թուլություն, իշխող խավերի անկարողություն ինչ-որ ձևով ազդել իրավիճակի վրա, այդ բոլորը իհարկե հենց խորհրդանշում էր Յուպիտերը երկվորյակներում, իսկ այժմ արդեն նա մուտք է գործելու խեցգետին եւ իհարկե թե ոգեղենության տեսանկյունից, թե հավատքի տեսանկյունից, թե կրոնական ինչ-որ կազմակերպությունների եկեղեցի նկատմամբ հարգանքի տեսանկյունից, թե ինչ-որ քրիստոնեական արժեքների վերաիմաստավորման եւ զորացման տեսանկյունից շատ բարենպաստ ժամանակահատված է սկսում, սա իհարկե շատ արդիական է այն տեսանկյունից, որ մշտապես հայ առաքելական եկեղեցին այս սատանայադավան իշխանությունների կողմից ենթարկվում է հալածանքների եւ իրականում հալածվում են ոչ թե եկեղեցու սպասավորները եւ ոչ այնքան եկեղեցու սպասավորները կաթողիկոսը եւ այլ եպիսկոպոսներ եւ այլ կրոնական այսպես դասի ներկայացուցիչներ, այլ հալածվում է հենց քրիստոնեությունը, հենց հավատքն է հալածվում այս իշխանությունների կողմից, որովհետեւ նրանց նպատակը չեզոքացնել հավատքը, այդ անհավատություն մտցնել մարդկանց սրտերում, որովհետև այն ինչ որ կատարվում է, իսկապես շատ սարսափելի է, հասարսուռ է եւ շատ բնական է, որ շատերի մոտ այդ հավատքը նաև նույնպես կարող է սասանվել։ Այդ իսկ պատճառով հենց դրան է միտված այս հակաեկեղեցական արշավը, հակակրոնական արշավը, ոչ թե հենց բուն կառույցի նկատմամբ, հենց, այսինքն, այլ քրիստոնեության դեմ է ուղված այս արշավը, բայց հունիսի 10-ից հետո իհարկե այդ բոլոր նկրտումները հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, այդ բոլորը չեզոքացվի, որտեվ հունիսի 10-ին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով մեկն անց 30 րոպեին գիշեր, հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը, մեկն անց 30 րոպե, մեծ բարերար մոլորակ Յուպիտերը վերջապես մուտք է գործելու խեցգետին կենդանակերպ եւ այստեղ նա կմնա մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը, սիրելի բարեկամներ, այնպես որ այս մեկ տարվա ընթացքում մեծ հնարավորություններ են բացվելու շատ-շատերի համար, օգտվեք ճակատագրի նվերից։ Եվ ասացինք արդեն, որ Յուպիտերը փառավորվում է խեցգետնում, հասնում է իր զորության գագաթնակետին, սիրելի բարեկամներ, եւ մի շարք առանձնահատկություններ իհարկե ունի այս ժամանակահատվածը, քանի որ Յուպիտեր խեցգետնում Յուպիտերը զորեղ է, իսկ Յուպիտերը խորհրդանշում է գերագույն իշխանությունը, աշխարհակալ իշխանությունը, հա, հատկապես բարենպաստ է այս դիրքը գերտերությունների համար, եւ ԱՄՆ-ն եւ ժամանակակից Ռուսաստանը հիմնադրվել են այն ժամանակ, երբ Յուպիտերը մեծերչանկության մոլորակը գտնվում էր հենց խեցգետին կենդանակերպում, այսինքն ԱՄՆ-ն գիտեք, որ հռչակել է իր անկախությունը 1776 թվականին, հուլիսի 4-ին այդ ժամանակ եւ Արեգակն էր խեցգետնում եւ Յուպիտերը եւ Վեներան էր գտնվում խեցգետնում եւ դա խորհրդանշում է ավանդույթների երկիր ԱՄՆ, այսինքն ԱՄՆ-ն դա ավանդական ինչ-որ արժեքների երկիր է, իրականում այդպես է համենայն դեպս ծրագրավորված մասոնների կողմից, որոնք ստեղծել են այդ պետությունը։ Ինչ վերաբերվում է ժամանակակից Ռուսաստանին, սիրելի բարեկամներ, որի անկախության տոնը նշում ենք հունիսի 12-ին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հռչակել է իր անկախությունը հենց հունիսի 12-ին 1990 թվականին, ապա նույնպես Ռուսաստանի քարտեզում Յուպիտերը գտնվում է խեցգետին կենդանակերպում։ Սա նշանակում է, որ հենց այդ աշխարհակալությունը, գերտերության գաղափարը հենց ներդրված է այս դիրքում Յուպիտերը եւ հենց այս դիրքը հովանավորում է, նպաստում է գերտերությունների թե բախումներին, թե գերտերությունների զորացմանը։
ու շատ խորհրդանշական է, տեսեք, Յուպիտերը եղել է Խեցգետնում նաև 2013 թվականի հունիսի 26-ից եւ այդ ժամանակ գիտեք, որ այդ արաբական գարնան պիկն էր, այսպես ասած, արդեն ավարտին էր մոտենում արաբական գարնը, որը նույնպես հրահրված էր ԱՄՆ-ի կողմից, ըստ էության գերտերության կողմից եւ նպաստում էր հենց իր ազդեցության ընդլայնումը Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Լիբանանում եւ այլ տարածաշրջաններում, որը եւ որ փաստացի մենք տեսանք, թե ինչին հանգեցրեց այդ քաղաքականությունը, որ Սիրիան ընկավ ըստ էության եւ հանձնվեց իսլամական ահաբեկչի իշխանության տակ, թուրքադավան։ Եվ հաջորդ կարևոր իրադարձությունը, որը կրկին օծի տարին ընդհանրապես կապված է, չինական տարիները, ես պետք է դա էլ ասեմ, որ կապված են Յուպիտերի շրջապտույտի հետ, քանի որ Յուպիտերը իր շրջապտույտը ամբողջ զոդիակով մեկ, այսինքն 12 կենդանակերպերով, կատարում է մոտ 12 տարվա ընթացքում։ Եվ դա հենց դրված է չինական օրացույցի հիմքում եւ չինական կենդանակերպերի հիմքում, որտեղ այդ նույն կենդանակերպը վերադառնում է 12 տարին մեկ անգամ։ Եվ գիտեք, որ հենց Յուպիտերը Խեցգետնում խորհրդանշում է հենց օձի կենդանակերպը, եւ ես բազմիցս եմ անդրադարձել, որ օձի տարիներ ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ եղել են շատ կարևոր վճռաբեկ բեկումնային տարիներ, թե ռազմական գործողությունների տեսակետից, թե ջուրաշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկի տեսանկյունից եւ օրինակ կարող ենք վերել նաեւ 2001 թվականը հուլիսի 13-ից Յուպիտերը 2001 թվականի Յուպիտերը կրկին գտնվում էր Խեցգետնում եւ գիտեք, որ սեպտեմբերի 11-ին 2001 թվականի տեղ ունեցավ այդ հայտնի ահաբեկչությունը Նյու Յորքում եւ թամպես ամերիկյան տարբեր քաղաքներում տեղ ունեցավ դա, երբ երկնաքերների մեջ մխրճվեցին այդ ինքնաթիռները, հա, ուղևորատար ինքնաթիռները, բավականին մեծ զոհեր տեղի ունեցան, որից սկսվեց ԱՄՆ-ի այսպես հարձակումները, նոր կոնցեպտ, այսինքն հակաահաբեկչական այդ գործողությունները, մուտք Աֆղանստան, Իրաք եւ այլն, այսինքն մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ սկսվեցին հենց 2001 թվականից, գիտեք, նույնպես կարելի է ասել, որ 1989 թվականում նույնպես օծի տարին եւ 1989 թվականի հուլիսի 31-ից Յուպիտերը կրկին գտնվում էր Խեցգետնում եւ այդ ժամանակ բեկումնային էր այդ տարին ԽՍՀՄ-ի համար եւ սկսվեց Գորբաչովի կողմից, այսպես ասած, հռչակված այդ պերեստրոյկան հայտնի, հա, որը հանգեցրեց ԽՍՀՄ-ի անկմանը։ Այսինքն նույնպես շատ կարևոր ռազմաքաղաքական զարգացումներ սկիզբ առան հենց Յուպիտերը այդ դիրքից հետո անմիջապես։ Եվ շատ հետաքրքրական է, որ Յուպիտերը եղել է նաև հայրենական մեծ պատերազմի ժամանակ նույնպես գտնվել է Խեցգետնում։ 1942 թվականի հունիսի 10-ից Յուպիտերը գտնվել է Խեցգետնում եւ ողջ Ստալինգրադյան այդ ճակատամարտը, գիտեք, որ դա հայրենական մեծ պատերազմի, առհասարակ երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավճռորոշ եւ վճռաբեկ ճակատամարտերից մեկն էր եւ ամենազորեղ, այսպես լայնամասշտաբ ռազմական գործողությունը, որում նախ մասնակցում են ռեկորդային քանակությամբ տանկեր եւ այլ ռազմական տեխնիկա այդ ժամանակի համար, այսինքն 20-րդ դարի 40-ական թվերի համար դա ամենաառաջադեմ տեխնիկան էր ներգրաված այս ճակատամարտում եւ Ստալինգրադյան ճակատամարտը տեղի ունեցել հենց հուլիսի 17-ից 1942 թվականի մինչև փետրվարի 2 1943 թվականի եւ այդ ամբողջ ընթացքում Յուպիտերը գտնվում էր Խեցգետնում, դե բարեբախտաբար ձեզ հայտնի է, որ սովետական խորհրդային բանակը հաղթանակ տարավ այդ ճակատամարտում եւ դա վճռական էր նաեւ մեր համար, այստեղ շատ այսպես ասած ոչ տառաճանաչ պատմություն չիմացող փորձագետներ ալա Արտյոմ Հովհաննիսյան ելույթ են ունենում եւ ներկայացնում են, որ Ստալինգրադյան ճակատամարտից հետո եթե հաղթեր Գերմանիան, պետք է ստեղծվեր անկախ Հայաստանի հիմարություններ կներեք, եթե
Խորհրդային Միությունը պարտություն կրեր Ստալինգրադյան ճակատամարտում, ապա ոչ Հայաստան, ոչ Վրաստան, ընդհանրապես այս տարածաշրջանում անկախ պետություններ այժմ չէին լինի, այլ կլիներ Ռեյխը, ամբողջությամբ Ռեյխը։ Դե իհարկե պատմությունը չի սիրում եթեներ, պատմությունը չի սիրում հավանականությունների տեսություն, պատմությունը այն է, ինչ տեղի է ունեցել, իսկ տեղի ունեցել իսկապես բեկումնային ճակատամարտ, եւ այդ ժամանակ Յուպիտերը հենց գտնվում էր Խեցգետնում, հետաքրքրական է, որ նաև Ուրանը մուտք էր գործել այդ ժամանակ, երկվորյակներ, որ նույնպես մեծ բեկում մցրեց, հենց օդային ճակատամարտեր էին տեղի ունենում, նաև այսինքն այդ ավիացիայի մեջ այդ հեղափոխությունը նույնպես նպաստեց հաղթանակին, հա, այդ սովետական միության եւ ընդհանրապես հաղթանակին հիտլերյան նացիստական Գերմանիայի դեմ։ Եվ նույնպես հուլիսի 7-ից 2025 թվականի Ուրանը մուտք է գործում երկվորյակներ, շատ հետաքրքիր է, որ մեծ ընդհանրություններ կան երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական այդ գործողությունների եւ ժամանակակից շրջանի հետ, մեծ ընդհանրություններ կան, մենք տեսնում ենք, որ նաեւ ռուս-ուկրաինական այդ հակամարտությունը, որ ըստ էության Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև մեծագույն բախումը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր եւ այդ թվում նաեւ Կարիբյան ճգնաժամից ի վեր, բայց ես կասեի ավելի շատ նման է երկրորդ համաշխարհային պատերազմին եւ այստեղ նույնպես կարծում եմ, որ այս ամառ հուլիսի 7-ից հետո լինելու է բեկում անպայման, որովհետեւ գրեթե նույն մորակային դիրքերը կրկնվում են։ Եվ հետաքրքրական է նաև հիշատակել 1918 թվականը, որովհետև գիտեք, որ 1918 թվականին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը եւ հուլիսի 13-ին 1918 թվականի Յուպիտերը նույնպես գտնվում էր Խեցգետնում։ Այսինքն առաջին հանրապետության հենց հիմնադրումից ինձ անմիջապես հետո Յուպիտերը մուտք գործեց Խեցգետին, նույնպես շատ հետաքրքրական է եւ խորհրդանշական։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք Յուպիտերի դիրքը Խեցգետնում համընկնում է ինչ-որ գերտերությունների բախումներին, պայմանավորվածությունների եւ աշխարհը բաժանելու այդ վերջնական որոշումների հետ։ Այսինքն այժմ մենք նույնպես կարող ենք այս մեկ տարվա ընթացքում, այսինքն 2025 թվականի հունիսի 10-ից մինչև 26 թվականի հունիսի 30-ը կարող ենք ակնկալել նույնպես, որ աշխարհը կիսվելու է կրկին գերտերությունների միջև։ Բայց այս ամառ լինելու վճռորոշ գրեթե կրկնվում են Ստալինգրադյան ճակատամարտի դիրքերը եւ շատ նույնպես հետաքրքիր է, որ այնտեղ Ուրան անունով ինչ որ ռազմական գործողություններ իրականացվում, որը հենց Ուրանի մուտքի հետ համընկավ երկվորյակներ։ Հետաքրքրական է, որ նաև ԱՄՆ-ի Ուրանը, անկախության քարտեզի Ուրանը նույնպես գտնվում է երկվորյակներում։ Այնպես որ եւ ԱՄՆ-ի համար է վճռորոշ եւ Ռուսաստանի համար շատ վճռորոշ է հենց այս ամառը լինելու։ Ինչով է նաև հետաքրքիր այս ամառը եւ Յուպիտերը երբ հասնում է իր փառավորման կետին, դա տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 12-ին։ Յուպիտերը այս անգամ միանում է սիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ իր փառավորման աստիճանում 14 աստիճան Խեցգետնում։ Եվ դա արդեն շատ բարենպաստ ժամանակահատված կլինի, այնուամենայնիվ պետք է ասել, սիրելիներս, որ անմիջապես Խեցգետին մուտք գործելուց հետո Յուպիտերը լարված քառակուսի կառաջացնի Սատուրնի եւ Նեպտունի հետ։ Չարաբաստիկ Սատուրնը գիտեք, որ մայիսի 25-ից այդ սահմանափակումների մոլորակը, արգելքների մոլորակը, նեղության, ցրտության, բարդությունների մոլորակ Սատուրնը մայիսի 25-ից այս տարվա գիտեք, որ գտնվում է Խոյ կենդանակերպում եւ միացած է արդեն Նեպտուն մոլորակի հետ։ Թե ինչ է դա նշանակում, ես առանձին վիդեո ձեզ կներկայացնեմ, գիտեք, ես արգելափակված եմ Facebook-ում եւ ցավալիորեն չեմ կարող ուղիղ եթերով հանդես գալ, շատ հետաքրքիր նյութ է ձեզ համար նախապատրաստել, շատ ոգևորիչ նյութ էի նախապատրաստել, այսինքն դրական կանխատեսումներով նյութ էի նախապատրաստել, բայց քանի որ այս թրքահպատակ իշխանությունները հասկանում են, որ ես մեծ լսարան ունեմ եւ մարդկանց
կարող են ոգևորել իսկապես իմ հայրենասիրական ելույթներով, այդ իսկ պատճառով ես սահմանափակվել եմ իմ ազատ խոսքը եւ արգելափակվել եմ Facebook-ում։ Բայց այնուամենայնիվ հունիսի ընթացքում խոսք եմ տալիս, որ կներկայացնեմ արդեն հունիսի 10-ից հետո, անմիջապես հունիսի կեսերին, Յուպիտերը իհարկե այդ լարված քառակուսին կկազմի Սատուրնի եւ Նեպտունի միության հետ, որը որ բարդացնելու է դրական փոփոխությունների առաջընթաց, այսինքն ռազմաքաղաքական լարվածությունը այնուամենայնիվ հունիսի ընթացքում խորանալու է, ինչու ենք ասում, որ հունիսը մայիսի նման նույնպես բավականին լարված, բավականին այսպես բարդ ամիս է, բավականին ճգնաժամային ամիս, հենց այդ պատճառով, որ անմիջապես մուտք գործելով Խեցգետին Յուպիտերը լարված քառակուսի կկազմի Սատուրնի եւ Նեպտունի հետ։ Մեկ վայրկյան։ Եվ իհարկե այս քառակուսին բարդացնելու է առաջ խաղացումը, դրական փոփոխությունների ի հայտ գալը բավականին բարդացնելու է, եւ սա շարունակվելու է մինչև հուլիսի կեսերը, սիրելի բարեկամներ, արդեն հուլիսի 10-ից հետո աստիճանաբար Յուպիտերը կհեռանա այդ լարված քառակուսուց։ Յուպիտերը կանգ է առնելու 2025 թվականի նոյեմբերի 11-ին 25 աստիճան Խեցգետնում եւ հետընթաց է շարժվելու մինչև 2026 թվականի մարտի 11-ը, երկու անգամ անցնելով իր փառավորման աստիճանը 15-14 աստիճան Խեցգետինը։ Իսկ հուլիսի 30-ի 2026 թվականին Յուպիտերը կլքի Խեցգետին եւ մուտք կգործի փառավոր եւ ինքնասեր առյուծ կենթանակերպ։ Ահա այսքան ընդհանուր նկարագրությունը։ Ես նաև պետք է ասեմ, որ իբրև վերջաբան պետք է ասեմ, որ Յուպիտերը մտնում է ընտանիքի նշան Խեցգետին, այսինքն դա նշանակում է, որ բարենպաստ է ընտանիք կազմելու, ընդհանրապես օձը սիրում է զուգավորում, օձը սիրում է մարդիկ ամուսնանում են, նշանվում են, օձը սիրում է մարդիկ երջանիկ են, օձը ասում եմ, օձը բնի մեջ է սիրում գտնվել, այսինքն օձը ընդհանրապես շատ տնական, շատ այսպես ընտանիք սիրող նշան է։ Եվ այդ պատճառով այս ընթացքում սիրելիներս, այսինքն հունիսի 10-ից հետո շատ բարենպաստ է ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, ինչու, որովհետև պետք է ասել, որ նաև հենց Խեցգետինը խորհրդանշում է մեր գեները, ամբողջ մեր գենետիկան, ազգային լավագույն արժեքները, ամեն ազգի լավագույն հատկությունները, արժեքները, եւ մենք երեխաներ ենք ունենում այն ժամանակ, եւ Յուպիտերը գտնվում է Խեցգետնում, հենց այդ երեխաների մոտ դրսևորվում են այդ եւ վառ արտահայտվում են այդ դրական գեները։ Այդ իսկ պատճառով կոչ եմ անում ձեզ, սիրելիներս, եթե չգիտեք, երբ ընտրեք ամուսնության օրը ոնց եւ այլն, հուլիսը, օգոստոսը շատ բարենպաստ են դրա համար, ընդհանրապես մինչեւ 26 թվականի հունիսի 30-ը, երբ Յուպիտերը գտնվելու է Խեցգետնում, շատ բարենպաստ է ամուսնության համար եւ երեխաներ ունենալու համար։ Լավ է նաեւ ընդլայնել ձեր կամ բարելավել ձեր բնակ պայմանները, այսինքն նոր բնակարան, տուն կառուցելու համար, շատ լավ է տուն կառուցել ձեր, եթե ունեք այդպիսի հող, որը այսպես ձեզ ժառանգվել է պապերի կողմից, մի խոսքով պապենական այդ հողերի վրա, շատ լավ է կառուցել այդ բնակարանը, այդ տունը, որովհետև դա կլինի այսպես մնայուն օջախ, ընտանեկան արժեքների, ամրապնդման օջախ, սիրո եւ այլն։ Մի խոսքով Յուպիտերը Խեցգետնում շատ բարենպաստ ընտանիքի համար, տնավորվելու համար, զավակներ ունենալու համար, այնպես որ շտապեք, սիրելիները, շատ արագ Յուպիտերը լքելու է, 1 տարի ընդամենը մնում, 1 նշանի շրջանակներում եւ գիտեք, որ հիմա լավ ժամանակահատված է։
Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին, Յուպիտերի մուտքի հետ կապված խեցգետին կենդանակերպ, նախ եւ առաջ անցնենք, սկսենք խոյերից, առաջի կենդանակերպն է զոդիակում, ինչ է սպասվում խոյերին հունիսի 10-ից հետո, երբ Յուպիտերը մուտք կգործի խեցգետին կենդանակերպ, Յուպիտերը հայտնվում է սիրելի խոյեր ձեր 4-րդ աստղատանից, 4-րդ աստղատունը ընտանիքն է, հայրենիքն է, այդ պապենական օջախն է, որը հենց ընտանեկան արժեքների այդ մնայունությունն է խորհրդանշում, ընտանեկան արժեքների հարատևությունն է տալիս եւ խոյերի համար իհարկե շատ բարենպաստ է հենց ընտանեկան հարցերը կարգավորեք հարցերը անշարժ գույքի հետ կապված, ընդլայնեք ձեր ընտանիքը, երեխաներ ունեցեք, բարգավաճեք եւ աճեք եւ բարգավաճեք սիրելի խոյեր, լուծեք անշարժ գույքի հետ կապված խնդիր, եթե ցանկանում եք ավելի ընդարձակ, ավելի լուսավոր, ավելի մեծ բնակարան ձեռք բերել, շատ բարենպաստ է դա հենց հունիսի 10-ից հետո, բարենպաստ է նաև եթե ձեր երեխաները արդեն ամուսնական այդ տարիքում են, ամուսնացնել ձեր երեխաներին, թոռնիկներ ունենալ, չգիտեմ, երեխաներ ունենալ, եթե դուք դեռ այն տարիքում եք եւ կարող եք երեխաներ ունենալ, սիրելի խոյեր, ես կոչ եմ անում անպայման երեխաներ ունեցեք այս ընթացքում, դե ինչ վերաբերվում է ցուլիկներին, սիրելի ցուլիկներ, մուտք գործելով խեցգետին, Յուպիտերը հայտնվում է ձեր 3-րդ աստղատանը, իսկ 3-րդ աստղատունը դա քույրեր, եղբայրներ, մոտակա միջավայր, բարեկամներ, հարևաններ, վերապատրաստում ջուր կրթություն, այսպես վերապատրաստման ֆորմատով կրթություն, ճանապարհներ եւ շարժական գույք է խորհրդանշում 3-րդն, այնպես որ Յուպիտերը ձեզ անպայման կպարգևի լավ լուրեր, լավ հարաբերություններ ձեր քույրերի, եղբայրների հետ, բարենպաստ ինչ-որ լավ լուրեր քույրերից, եղբայրներից, լավ լուրեր գործնական ոլորտից, հնարավոր է ինչ-որ, եթե վաղուց ցանկանում եք փոխել ձեր ավտոմեքենան, կարող եք դա անել հունիսի 10-ից հետո շատ բարենպաստ կլինի, ավելի հաճախակի կարճ ճանապարհներ է գնալու սիրելի ցուլիկներ, ավելի նոր ծանոթություններ, որոնք կընդլայնեն ձեր հնարավորությունները, թե գործնական, թե անձնական ոլորտներում, նոր կրթություն, խոսքով ցուլերի համար եւս խիստ բարենպաստ է Յուպիտերը խեցգետին կենդանակերպում, ընդհանրապես բոլոր հողեղեն եւ ջրային նշանների համար շատ բարենպաստ է Յուպիտերի այս դիրքը, ինչ վերաբերվում է երկվորյակների, իհարկե Յուպիտերը լքում է երկվորյակները, դա մի փոքր կնվազեցնի հնարավորությունները երկվորյակների, որտեղ ընդհանրապես Յուպիտերը ընթանում է ձեր արեգակնային նշանով, նա ավելի շատ հնարավորություններ է տալիս, բացում է ձեր առջև դռներ, իհարկե այդ ամենը ճիշտ է, բայց պետք է կարողանալ օգտվել այդ հնարավորությունից, Յուպիտերը հենց այնպես ձրի ոչ մեկին այդ բարիքներն ու փառքերն ու բարիքներն ու առավելությունները չի տալիս, բայց այժմ սիրելիներս Յուպիտերը հենց բացեցի պատուհանը, մեքենաներ սկսեցին ակտիվ շարժվել, այժմ Յուպիտերը մուտք է գործում ձեր 2-րդ աստղատուն սիրելի երկվորյակներ, որը ֆինանսների հետ է կապված, այսինքն ֆինանսական հաջողությունը թակելու է ձեր դուռը, նոր հնարավորություններ ֆինանսական ոլորտում, նոր աշխատանք, եկամուտի նոր աղբյուրներ, նոր ինչ-որ լավ պայմանավորվածություններ, պայմանագրեր ֆինանսական ոլորտում, բիզնեսի համար, թե բիզնեսով եք զբաղվում, շատ բարենպաստ է այս դիրքը Յուպիտերը 2-րդ տանը շատ, այսինքն ընդլայնվելու է ձեր ունեցվածքը, որտեղ Յուպիտերը հենց ունեցվածքն է, մեր նյութական ունեցվածքն է, պես որ երկվորյակների համար շատ բարենպաստ ժամանակահատված է, խեցգետիններ, դուք թագավորներն եք այս դիրքի Յուպիտերը մտնում է ձեր առաջին աստղատուն սիրելի խեցգետիններ եւ 1 տարի շարունակ նա բացելու է ձեր առջև ամենաանհնարին փակ թվացող դռները եւ հնարավորությունները, կանաչ ճանապարհ է ձեր առջև բացվելու, նամանավանդ որ եթե Յուպիտերը երկվորյակներում ընկած էր, վտարված էր եւ այդ իսկ պատճառով շատ երկվորյակներ չեն զգացել, չեն կարողացել օգտվեն այդ մեծ երջանկության մոլորակի հնարավորություններ, ընձեռնված հնարավորություններից, ապա խեցգետնում Յուպիտերը փառավորվում է եւ հասնում է զորության գագաթնակետին, այդ իսկ
պատճառով խեցգետինների համար ստեղծում է շատ բարենպաստ ժամանակահատված, 1 տարի շարունակ սիրելի խեցգետիններ, դուք վայելելու եք Յուպիտերի բոլոր բարիքները, թե անձնական ոլորտում, թե գործնական ոլորտում շատ բարենպաստ է, նոր հնարավորություններ է բացելու Յուպիտերը ձեր առջև, նոր զարգացումներ անձնական կյանքում, եթե փնտրում եք ձեր երկրորդ կեսին, այս 1 տարվա ընթացքում հնարավոր է գտնեք, եթե երազում եք ամուսնացնել ձեր զավակներին կամ երազում եք երեխա ունենալու մասին, շատ բարենպաստ ժամանակահատված է, անպայման ունեցեք, այդ երեխան կլինի ձեր հովանավորը, հետագայում այդ երեխան կլինի ձեր հրեշտակը, պահապան չասեմ, այդ երեխան կլինի ձեր ամեն ինչը, մի խոսքով շատ բարենպաստ է, այսինքն լավ համատեղելիություն է, որովհետև շատ կարևոր է այն ժամանակ ունենալ երեխաներ եւ նաեւ թոռներ, երբ ձեր համար բարենպաստ մորակային դիրքեր են, որովհետև երբ որ դուք ունենում եք այդ երեխաներին, թոռներին, կամ ամուսնանում եք կամ բնակարան եք ձեռք բերում, բոլոր այդ կարևոր ընտանիքի հետ կապված գործողություններն եք կատարում, անբարենպաստ դիրքերի ժամանակ ձեր համար անձամբ իհարկե դա հանգեցնում է հետագայում շատ տխուր հետևանքների, շատ վատ հետևանքների եւ դա բերում է ընտանեկան ողբերգությունների, այնպես որ խեցգետիններ օգտվեք այս առիթից եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ընտանեկան ոլորտում, աշխատանքային ոլորտում, առողջության հետ կապված, եթե ինչ-որ խնդիր ունեք առողջական, բժշկվելու հնարավորությունը, շանսը բարձր է։ Միակ բացասական դիրքը դա գիրացումն է, Յուպիտերը խեցգետնում խեցգետիներին մի քիչ կգերացնի, բայց դե դա ոչինչ, եթե դուք լինեք երջանիկ, ինչ տարբերություն նյար թե չաղ, չաղ ու բախտավոր ասում է, չէ, չաղ ու դա հենց Յուպիտերի բնորոշ հատկություն է, չաղ ու բախտավոր։ Եվ ընդհանրապես բոլոր ջրային կենդանիների համար, կենդանակերպերի համար Յուպիտերը խեցգետնում շատ բարենպաստ է, հատկապես բոլոր ջրայինների համար, որովհետև նա կբերի ձեզ անձնական հաջողություններ, հատկապես անձնական, եթե անձնական խնդիր ունեք, դեռ չեք հանդիպել ձեր երկրորդ կեսին, եթե երեխաների մասին եք երազում, թոռնիկների մասին եք երազում եք ամուսնացել ձեր բալիկներին, շատ բարենպաստ հենց 3 այդ ջրային նշանների համար խեցգետին, կարիճ եւ ձկներ, շատ բարենպաստ է այս դիրքը, երևի փակ եմ պատուհանքները Եվ ինչ վերաբերում է առյուծիկների, սիրելի առյուծիկներ, Յուպիտերը մուտք գործելով խեցգետին հայտնվում է ձեր 12-րդ աստղատանը, ահա ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, ընդհանրապես բարդ իրավիճակ է հնարավոր ստեղծվի ձեր առողջության համար, որտեղ 12-րդ տունը սահմանափակումների տունն է, մեկուսացման տունն է, հիվանդությունների տունն է, հեռավոր արտասահմանի տունն է, այսինքն կարող է դա կապված իհարկե ձեր անհատական հորոսկոպից դրսևորվել իբրև միգրացիա հեռանաք ձեր հարազատ երկրից եւ բնակություն հաստատեք, արդեն քաղաքացիություն ստանաք այլ երկրում, դա առյուծների համար, ու ընդհանրապես եւ Յուպիտերը 12-րդ տանը բավականին բարդ դիրք է, հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան, հնարավոր է որ ստիպված լինեք բուժվել, բժշկվել, բայց դա շատ կարևոր է ձեզ համար, այսինքն եթե դուք բուժվեք այդ ժամանակահատվածում, երբ Յուպիտերը անցնում է ձեր 12-րդ տնով, դա բարենպաստ կանդրադառնա ձեր առողջության վրա, այսինքն կապաքինվեք, ի վերջո դա հնարավորություն կտա ձեզ խուսափել հետագա բարդություններից եւ առողջական խնդիրներից, դա բայց տալիս է հաջողություն արտասահմանում, շատ լավ դիրք է, որ գտնվեք արտասահմանում, դուք էմիգրացիա եք երազում, այսինքն հեռանալ ձեր հարազատ երկրից, արտերկրում փնտրել հաջողություն, ապա նույնպես շատ բարենպաստ է, կամ փաստաթղթերի եք սպասում, կամ ինչ-որ քննության եք սպասում, քաղաքացիության հետ կապված, նույնպես շատ լավ է բարենպաստ է, աշխատանք արտասահմանում, նույնպես շատ լավ է, ընդհանրապես ճամփորդություններ արտասահման շատ լավ է, հեռավոր երկրներ ճամփորդություն, որի մասին դուք ընդհանրենք վաղուց երազել եք, ոչ մի կերպ չէր ստացվում, սիրելի առյուծներ, նույնպես շատ բարենպաստ է այս դիրքը դրա համար։
ու սպասենք մինչև 2026 թվականի արդեն հունիսի 30 եւ Յուպիտերը մուտք կգործի արդեն ձեր անձնական առյուծ կենթանակերպ, արդեն ձեր հաջողությունները կբացվեն։ Սիրելի կույսիկներ, ձեզ համար նույնպես խիստ բարենպաստ է Յուպիտերի մուտքը առյուծ խեցգետին կենթանակերպ, եւ նա կհայտնվի ձեր 11-րդ աստղատանը, որը տալիս է երազանքների իրականացումը, շատ վաղուцված, երկար սպասված եւ երկար այսպես այն ինչի համար դուք աղոթել եք տարիներ շարունակ վերջապես կիրականանա, սիրելի կույսեր։ Լավ է նաև նրանց համար, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին, ընդհանրենք արդեն մեկ անգամ բաժանվել եք, ինչ որ չի ստացվել, ամուսնալուծություն է տեղ ունեցել եւ դուք ցանկանում եք երկրորդ անգամ ամուսնանալ, շատ բարենպաստ է գտնել զուգընկեր դրա համար։ Լավ է նաև չափահաս երեխաների համար, սիրելի կույսեր, այսինքն ձեր չափահաս երեխաները ձեզ կուրախացնեն։ Լավ է օնլայն բիզնեսի համար, եթե սիրելի կույսեր դուք ունեք օնլայն բիզնես, ապա շատ բարենպաստ է, մեկ տարվա ընթացքում մեծ հաջողությունների կհասնեք։ Նու 11-րդ տունը նույնպես երազանքների, գաղափարակիցների տուն, ընկերների տուն է։ Հնարավոր է այս մեկ տարվա ընթացքում լավ ընկերներ ձեռք բերեք, որոնք ձեզ հուշեն ճիշտ քայլեր, որ դուք իրականացնեք ձեր մյուս բոլոր երազանքները, այնպես որ անպայման օգտագործեք այդ մեկ տարվա տարին ակտիվ շփվելու, 11-րդ տունը շփումների տուն է, այսինքն հատկապես հողային նշանների համար, թե ցուլ, թե կույս, թե այդ եղջյուր, նրանց բոլորի համար ակտիվ շփումներ է պահանջելու Յուպիտերը հենց խեցգետնում, եթե դուք ձեռքերը ծալած նստեք, ոչ մի շփումներ չունենաք, նոր ծանոթությունների չձգտեք, պայմաններ չստեղծեք ինչ որ նոր համագործակցության համար, նոր մարդկանց հետ շփվելու համար, պայմանագրեր կնքելու համար եւ այլն, իհարկե դա Յուպիտերը չի կարող դրսևորվել եւ չի կարող ձեզ տալ այն բարիքները, որոնք նախատեսել է տալ, այնպես որ պետք է նաեւ շարժվել, ակտիվ գործողություններ, այնպես նստելով ծանր քարի տակ ջուրը չի հոսում, դա հիշեք, սիրելի կույսեր։ Սիրելի կսերքներ, ձեզ համար շատ բարենպաստ ժամանակահատված է սկսվում, որտեղ Յուպիտերը մուտք է գործում ձեր 10-րդ աստղատուն, իսկ 10-րդ աստղատունն է դա մեր բարձրագույն նպատակների, սոցիալական ձգտումների տունն է, այսինքն այն հասարակական դիրքը, որ դուք ձգտում եք, նոր պաշտոն, նոր աշխատանք, ընդհանրապես հասարակական կարգավիճակի հետ է կապված Յուպիտերը 10-րդ, հնարավոր է ձեզ ամուսնության առաջարկություն լինի, հնարավոր է ձեզ, չգիտեմ, ինչ որ այնպիսի առաջարկություն լինի գործնական, որի մասին դուք անգամ չեք էլ կարող երազել, շատ բարենպաստ է։ Բարենպաստ է ինչ որ աջակցություն ստանալու համար նաև այս դիրքը Յուպիտերը 10-րդ տանը, աջակցություն պետական մակարդակով, ինչ որ կազմակերպություններից աջակցություն ստանալու, նույնպես շատ լավ է, լավ ամուսին հանդիպելու համար, ստատուսով բարձր ամուսին հանդիպելու համար, պաշտոն ստանալու համար, իհարկե կշերքների համար մի փոքր բարդություն կլինի, որովհետև Սատուրն ու Նեպտունը դիմակայում են կշերքին գտնվելով խոյ կենթանակերպում, բայց այնուամենայնիվ Յուպիտերի դիրքը մի փոքր կկոմպենսացնի իհարկե այդ բարդությունը։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարենպաստ ժամանակ է սկսվում, չնայած սև լուսնի տարանցմանը կարիճ կենթանակերպով, գիտեք, որ մինչև դեկտեմբերի 20-ը չարաբաստիկ սև լուսինը զոդիակի գայթակղիչ սատանան անցնելու է կարիճ կենթանակերպով, գտնվելու է կարիճ կենթանակերպում եւ ամեն տեսակ բարդություններ, խոչընդոտներ, էմոցիոնալ լարվածություն, առողջական խնդիրներ եւ այլն տարբեր սահմանափակումների առաջացնելու կարիճների համար, դե տեսեք, մայիսի 13-ից ես արգելափակված եմ Facebook-ում, դա սև լուսնի, ուրեմն չար գործերն են, իհարկե։ Բայց մուտ գործելով խեցգետին Յուպիտերը կմեղմի այդ դիրքի, այդ սև լուսնի իհարկե չարագործությունները, որովհետև նա հայտնվում է Յուպիտերը ձեր 9-րդ տանը, սիրելի կարիճներ, 9-րդ տուն արտասահման, ճամփորդություններ, գաղափարախոսություն, գաղափարակիցներ, գործնական հաջողություններ, այսինքն հնարավոր դուք հանդիպեք գաղափարակիցների, որոնք օգնեն ձեզ իրականացնել ձեր բոլոր այն մտահղացումները, որ այդ սև լուսինը փակում է, չի թողնում, որ դուք
կյանքի կոչե կամ լավ է ճամփորդել, լավ է ծանոթանալ ինչ որ նոր մարդկանց հետ, նոր արտասահմանյան կազմակերպությունների, հեռավորի հետ անընդհատ առնչությունը կնպաստի նրան, որ դուք սիրելի կարիցներ կարողանաք իրականացնել ձեր նպատակներն ու ծրագրերը։ Այնպես որ շատ տրամադրվեք, որ ճամփորդության, տրամադրվեք, որ անընդհատ շփվելու եք արտասահմանյան կազմակերպությունների հետ, արտասահմանցիների հետ շփումը, տարբեր միջոցառումների մասնակցությունը եւս շատ իհարկե բարենպաստ է դրա համար, ինչ որ նոր կրթություն, եթե ցանկանում եք, ավելի բարձր կրթություն, ավելի այսպես լավ բուհում կամ դասավանդում կամ գրահրատարակչություն, ստեղծագործական այդ պոտենցիալը վերահանելու։ Իհարկե, երբ Յուպիտերը հայտնվում է ձեր արեգակի հետ եռանկյունու մեջ, սիրելի ջրային նշաններ, դա վերաբերվում է եւ կարիճներին եւ ձկներին, դա շատ բարենպաստ է եւ ամբողջ այսպես տիեզերքը նպաստելու է ձեր ցանկությունների եւ երազանքների իրականացմանը, շատ հիանալի դիրք է։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, սիրելի աղեղնավորներ, Յուպիտերը մոտ գործելով խեցգետին հայտնվելու է ձեր իսկ ղեկավար Յուպիտերը հայտնվելու է ձեր 8-րդ աստղատանը, որը բարենպաստ է ֆինանսական ոլորտի համար, այսինքն անշարժ գույք ձեռք բերելու, հիպոթեկներ ձևակերպելու համար, եթե ցանկանում եք ավելի բարելավել ձեր կենսական պայմանները, ինչ որ նաև լավ է նոր գործ գտնելու համար, ավելի բարենպաստ ֆինանսական պայմաններ ստեղծելու համար, այսինքն լավ է աշխատել բանկերում կամ լավ է աշխատել բանկերի հետ կամ բանկերում աշխատել, ֆինանսական կազմակերպությունների հետ անընդհատ առնչությունը կնպաստի ձեր նպատակների իրականացման։ Դե 8-րդ տանն իհարկե Յուպիտերը էքստրեմալ իրավիճակների տանն է, իսկ Յուպիտերը չի սիրում էքստրեմալ իրավիճակներ, նա սիրում է հանգիստ, հանդարտ կյանք, այստեղ իհարկե պետք է ակտիվ, այսինքն հաջողության կարող եք հասնել սիրելի աղեղնավորներ, միայն ակտիվ գործելով, նախաձեռնություններով, ինչ որ բարդություններ հաղթահարելու միջոցով, այդպես հեշտությամբ չեք հասնելու ձեր ուզածին, բայց այնուամենայնիվ ի վերջո հետագայում դուք շատ ավելի ֆինանսական մեծ հաջողությունների կհասնեք, եթե ամեն բան ճիշտ կատարեք եւ ամեն բան ճիշտ հաշվարկեք, այդ իսկ պատճառով ես ձեզ հրավիրում եմ անպայման խորհրդատվության, դա շատ կարեւոր է, որպեսզի ճիշտ ստրատեգիաներ ընտրվեն, որ դուք հասնեք ձեր ուզածներին, հատկապես ֆինանսական ոլորտում շատ բարենպաստ է Յուպիտերը 8-րդ տանը։ Յուպիտերը 8-րդ տանը սիրում է անշարժ գույք, սիրում է հողի հետ կապված շատ հող է սիրում, այսինքն պետք է, եթե հող ունեք, ինչ որ տուն կարող եք կառուցել, եթե այնուամենայնիվ երազում եք վաղուց ինչ որ նոր անշարժ գույք ձեռք բերելու մասին, այսինքն ավելի ընդարձակ բնակարան ձեռք բերել կամ մեծ տուն ձեռք բերել, ապա նույնպես շատ լավ ժամանակահատված է, բայց այնուամենայնիվ պետք է հաղթահարել այդ բարդությունները, այսինքն հաղթահարելով բարդությունները այնուամենայնիվ նոր աղեղնավորները կհասնեն իրենց ուզած նպատակին։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար պահ, այսինչ լավ ժամանակ է սկսվում, շատ լավ ժամանակ է հունիսի 10-ից հետո, երբ Յուպիտերը մուտք կգործի խեցգետին, որովհետև Յուպիտերը այստեղ հայտնվում է ձեր 7-րդ աստղատան, իսկ 7-րդ աստղատունը զուգընկերների, գործընկերների տունն է, այն միջավայրի տունն է, որտեղ մենք ապրում ենք եւ ստեղծագործում։ Եվ այստեղ իհարկե կգան ձեզ օգնող մարդիկ, կգան, եթե դուք աշխատում եք ինչ-որ հաճախորդների հետ, այսինքն բիզնես ունեք եւ ձեր եկամուտը կապված է հաճախորդներից, ապա շատ բարենպաստ ժամանակահատված է սկսում ձեզ համար։ Եթե դուք փնտրում եք երկրորդ կես, նույնպես ձեզ համար շատ բարենպաստ ժամանակահատված հունիսի 10-ից 25 թվականի մինչև հունիսի 30-26 թվականի կարող եք գտնել եւ վայելել ձեր մեղրամիսը այդ ընթացքում, մեղրամիսները այդ ընթացքում։ Եթե ինչ որ դատական գործընթացների մեջ եք, նույնպես բարենպաստ է Յուպիտերը նաև կապ ունի դատավորների հետ եւ կուղարկի ձեզ լավ դատավոր, կուղարկի կամ այնպիսի իրավիճակ կստեղծի, որ այդ դատավորը դրական եզրակացություն կտա ձեր գործով, որը նույնպես շատ բարենպաստ է։
Այնպես որ սիրելի այդ եղջյուրիկներ, ձեզ համար բարենպաստ ժամանակահատված է սկսում։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար մտնելով խեցգետին Յուպիտերը կհայտնվի 6-րդ աստղատանի, 6-րդ աստղատունը գործնական տուն է, աշխատանքի հետ կապված, պատասխանատվության հետ կապված, հիվանդությունների առողջության հետ կապված տուն է, եւ այստեղ իհարկե շատ կարևոր է բուժվել, եթե ունեք ինչ-որ լուրջ խնդիրներ, առողջական, որ երկար տարիներ ձեզ տանջում է, քրոնիկ հիվանդություններ, այս ժամանակահատվածը իդեալական է բժշկվելու համար, այսինքն բուժվելով այս ժամանակահատվածում դուք կստանաք մաքսիմալ հնարավոր արդյունք։ Լավ բժիշկ կարող եք հանդիպել, որը ձեզ ճիշտ այսպես բուժում կնշանակի։ Լավ աշխատանք, նոր աշխատանքի վայրում դուք կնկատվեք եւ հնարավոր է աշխատավարձի բարձրացում։ Պատասխանատվության աճ հնարավոր է, այսինքն ավելի շատ ստիպված կլինեք այդ պատասխանատվությունը կրել տարբեր մարդկանց հետ կապված, բայց դե դուք սիրում եք մարդկանց ովանավորել, այնպես որ ձեզ համար դա դժվարություն չի ներկայացնի։ Հնարավոր է նաև որոշեք վերանորոգել ձեր բնակարանը, նույնպես լավ է, 6-րդում նա կապված է վերանորոգման հետ, այսինքն ավելի բարելավեք ձեր կենսական պայմանները, հարմարավետություն ստեղծեք տանը, նոր տեխնիկա, կենցաղային եւ այլն, շատ լավ է, բայց ամենաբարենպաստ իրավիճակում հայտնվում են մեր սիրելի ձկնիկները, ինչու, որովհետև Յուպիտերը մոտ գործելով խեցգետին հայտնվում է ձեր 5-րդ աստղատանը, սիրելի ձկնիկներ, իսկ 5-րդ աստղատունը սիրո, երեխաների, հաճույքների, շահումների եւ զանազան հաջողությունների տուն է, այսինքն ձեր առջև կանաչ ճանապարհ է բացվում, հատկապես անձնական կյանքի համար լավ է։ Եթե վաղուց երազել եք երեխա ունենալու մասին, անպայման կունենաք, այսինքն հունիսի 10-ից հետո այդ լուրը անպայման դուք կլսեք։ Կամ եթե ձեր երեխաները արդեն պետք է ամուսնանան, շատ լավ ժամանակահատված է նաև դրա համար, թոռնիկներ ունենալու համար լավ է։ Լավ է սիրելի ակի հանդիպելու, եթե դեռ չեք հանդիպել սիրելի ձկնիկներ, անպայման կհանդիպեք։ Շահումների համար է բարենպաստ, փորձեք ձեր բախտը, անպայման կժպտա ձեզ։ Հանգստի համար լավ է, նաև բիզնեսի համար, լավ է այն բիզնեսի համար, որը ձեր հոբին, այսինքն սիրելի զբաղմունքը, որը դուք վերածել եք եկամուտի աղբյուրի, այդ տեսակի բիզնեսների համար շատ բարենպաստ է Յուպիտերը 5-րդ տանը։ Մի խոսքով ձկների համար բացվում է կանաչ ճանապարհն, ամանավանդ որ չարաբաստիկ Սատուրնը եւ իլյուզիաների մոլորակ Նեպտունը արդեն դուրս են եկել ձկներից, ձեր առաջի տնից, որ անդադ տանջվում եք, դուք տվայտվում եք, կյանքը մռայլ էր թվում, այդ Սատուրն է անցնում այդ արևի նշանով, շատ մռայլ է կյանքը թվում, այսինքն հոռետեսություն է առաջանում, բայց հիմա արդեն Սատուրնին ասել ենք հաջողություն, իհարկե շատ կարճ ժամանակով սեպտեմբերի 1-ից 25 թվականին, մինչև 26 թվականի հունվարը, կարծեմ Սատուրնը կրկին գտնվելու է ձկներում, բայց շատ կարճ է տևելու այդ մռայլությունը, հետո շատ դրական զարգացումներ են ձեզ սպասում, սիրելի ձկնիկներ։ Այնպես որ ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում հունիսի 10-ից հետո, երբ մեծր ցանկության մորակ Յուպիտերը մուտք կգործի խեցգետին, կենդանակերպ։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև Աստրոմագ եւ Թալիսմաններ իմ երկրորդ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք Telegram-յան ալիքիս, հետևեք ինձ նաև TikTok-ով, Instagram-ով, գիտեք, ես բավականին ակտիվ եմ նաև TikTok-ում եւ Instagram-ում, քանի որ Facebook-ում արգելափակված եմ, երբեմն պարզապես իմ գրառումները հեռացվում են, այդ իսկ պատճառով ավելի այսպես ամբողջական տեղեկատվություն ստանալու համար այլ սոցցանցերում եւ YouTube-ում եւ Telegram-ում ինձ հետևեք, ահա այսքանը, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, սիրելի բարեկամներ, կհանդիպենք շուտով, տեսություն։